Հատկապես 3 եւ այսօր իրենց ձայնագրություններում շատ հետաքրքիր դեպքեր կան։ 3-2 կալուգացու տասովշիկ իրար հետ խոսում են նրա մասին, թե ինչպես են ղարաբաղցիների փող տվել, ու այդ խոսակցության ընթացքում հայրոյում էին ղարաբաղցիների պատկերացնում են, հայրում էին այն ղարաբաղցիներին, ում իրենք փող են տվել, բայց իրենց քաղաքական գոյություն չեն ցուցաբերում։ Ահա այսքան գրոշի արժեք ունի իր ցանկացած կենաց ղարաբաղցիների մասին։ Այսօր էլի ևս երկու այլ տասովշիկ խոսում են նրա մասին, թե ինչպես են փող տվել պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, ու նրանց անվանում են ոչխար ու թփուր են տալիս։ Ահա այսքան գրոշի արժեք ունի նրանց ցանկացած խոսք զինվորների մասին։ Սիրելի ժողովուրդ, մենք գործ ունենք ուղղակի անպատկերացնելի անպարտավորության, անամոթության և կներեք արտահայտությանս համար աղբակության և մի բան է պետք ընդամենը անել, որպեսզի մենք մոռանանք իրենց ընդհանրապես դուրս շպրտեն մեր քաղաքական դաշտից։ Ընդամենը մեկ բան, այս յուրաքանչյուրը ունի անելու ընդամենը մեկ բան։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Իսկ այժմ ելույթ կունենա ազգային ժողովի պատգամավոր, որը եղել է մեր դիմադրիչներից մեկը, ում շնորհիվ մենք ճանաչել ենք Լոռին։ Նա եղել է այն մարդկանցից մեկը, որը հիմնադրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եղել է առաջին անդամներից, և որի շնորհիվ ենք մենք ծանոթացել լոռեցիների համեստության, խորաթափանցության և ազնվության հետ։ Ազգային ժողովի պատգամավոր Արտինե Դավոյան, հիմնավոր է։